Տիրոջան, հորի քուրաջան, եղբայրնջան, ասված բոլորիս հրշնի, ուղղակի այսօր սրտից դրված է խոսել հետևյալի մասին։ Պիտի կարդամ մեկ համար, որը գրված է Սուրբ գրքի մեջ, Առակաց գրքում, ուշադրություն դարձեք Սողոմոնը մեզ ինչ է ուզում ասել այս խոսքերով։ Սա գրված է Առակաց 6-րդ գլուխ 6-րդ համար։ Գնա մրջյունի մոտ, ով ծույլ, նրա ճանապարհները տես, իմաստուն եղիր, որ իշխան ոստիկան տիրող չունին, բայց իրենց կերակուրը պատրաստում են ամառը և իր ուտելիքը հունձքի ժամանակին են ժողում։ Մինչև երբ ես սպարկելու ով ծույլ, երբ ես զարթնելու քնիցդ, մի քիչ քուն, մի քիչ ննջել, մի քիչ էլ ձեր ձեռքի տնել պարկել, այն ժամանակ քո աղքատությունը ճանապարհորդի պես կգա և քո կարոտությունը սպառազանյալ մարդի պես։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, հետաքրքիր է, ամենակալ Աստված ուզում է մեզ կարծես թե ամոթով անել։ Մրջյուն, որ ոչ իշխան ունի, ոչ ոստիկան, բայց իր կերակուրը ճիշտ ժամանակին է պատրաստում։ Այսօր հորդորում եմ մեզ ամեն մեկից։ Եվ բուն միտքը, որի վրա պիտի անդրադառնամ, Ամոսյա մարգարեություն 4-րդ գլուխ 12-րդ համարի վերջնամասն է, որտեղ որ ամենակալ Տիրոջ խոսքն ասում է. պատրաստվիր քո Աստծուն դիմավորել է, ով Իսրայել։ Պատրաստվելը սա մեր կողմն է, քուրեր ջան, եղբայրներ ջան։ Լինում է պարական մարդիկ աղոթում են. Տեր ինձ սուրբ սիրտ տուր, Տեր ինձ այս վիճակից հանիր։ Վերջը, այսօր ամենամեծ ցավը հետևյալն է, հավատացյալները խորը մտածում են, որ Աստված ամեն բան իրենց փոխարեն պիտի անի։ Ինչ եք մտածում, Աստված աճառություն ունի։ Եթե մեկի կյանքում ինքը ամեն բան պիտի անի, մյուսի կյանքում ոչ, ոչ սիրելիս այսօր մեր կողմն է։ Ամենակալ Աստված հրավերք ուղարկել է, Աստված ցույց է տվել ճանապարհը։ Ես եւ դու ենք, որ պիտի կերտենք մեր փրկությունը, մեր ճակատագիրը։ Լինում է բայր, մարդիկ ինչ են ասում, մարդը պիտի ունենա բախտ։ Բախտ այսօր քո ձեռքին է։ Երկրորդ օրինաց 30-10 համար երբ կարդակ այնտեղ գրված այսօր երկինք եւ երկիր վկա եմ կանչում կյանք եւ մահ, օրհնություն եւ անետ ձեր առաջը դրի։ Ուրեմն կյանք ընտրի, որ ապրես դու եւ քո սերունդը, որոշողը դու ես։ Այսօր կոնտրության պահն է, դու ես որոշում Աստծո հետ ապրել կամ Աստծուց զատ ապրել։ Քուրեր ջան, բայց նախապես ասեմ նաև հետևյալը, լինում է պարակա, որ այսօր մարդը խորում մտածում է ինքը պիտի ապրի թե Աստծո հետ, թե իրեն ուզած կյանքով, ոչ սիրելիս։ Մարդը երկու տիրոջ չի կարող ծառայել, մեկին կսիրի, մյուսին կատի։ Եվ սրա համար ուղղակի կուզեմ, որպեսզի մեր կողմը ուշադրություն դարձնենք եւ ես եւ դու կարողանանք այդ գալուսյան ժամանակահատված դիմավորել ամենակալ Տիրոջը։ Առաջինը մեր կողմը ինչ է պետք, որ մենք կարողանանք պատրաստվել դիմավորել Աստծուն։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, առաջինը պետք է հավատք։ Եթե մարդը չհավատա, ինքը երբեք չէր պատրաստվի։ Հիմա հարցնում են մեզ, ամեն մեկից հավատում ենք մեր խոսքը այո եւ ամենը։ Բայց ինչ կերպ ենք հավատում։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, բազում անգամ ես մտքվել այս կյանք եմ առել։ Եվ շատ անգամ սրա մասին խոսվել է, կարծես թե սա նորից կրկնություն է, բայց ուղղակի ուզում եմ մենք ինքներս նայենք։ Երբ որ մենք կարդում ենք Մատթեոս ավետարանի մեջ, ամենակալ Տեր Հիսուս Քրիստոս ինձ եւ քեզ հորդորում ասում է հետեւյալ միտքը. ուշադրություն դարձեք։ Ուղղակի ես ուզում եմ, որ ամբողջ սրտով հավատանք այս համարին։ Մատթեոս 22-29 համարի մեջ գրված է. մոլորված եք, որ չգիտեք գրքերը եւ ոչ էլ Աստծոյի զորությունը։ Այսինքն այսօր մենք Աստծո խոսքի հետ կապ ունենք, թե չէ։ Մարդը գրքերով է, Աստծո խոսքով է հավատում ամենակալ Տիրոջը։ Եթե հավատում եմ Աստծո խոսքին, հավատում եմ ամենակալ Տիրոջը, կարդում եմ ամենակարողագույն համարներից մեկը, որ գրված է Մատթեոս ավետարան 28-20 համարը։ Ինչ ասում Տիրոջ խոսքը։ Ահա ես ձեզ հետ եմ ամեն օր մինչև աշխարհի վերջ։ Հիմա մենք սրան հավատում ենք, թե չէ։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, երբ որ մենք ինչ որ մի հատ սխալ քայլ ենք անում, նայում ենք 4 բոլորը, թե արդյոք մեկ անձնարություն մեր սխալը տեսավ, թե չէ։ Ինչի՞ ես նայում 4 բոլորը, ո՞րն է պատճառը։ Նպատակը թեթևյալն է հանկասը, որից մեկը քեզ ճանաչելով քրիստոնյա, մեկ ուրիշ բան չմտածի։
Դու չես մտածում, որ քեզ Աստված է տեսնում։ Դու չես մտածում, որ Աստված քեզ հետ է, այդ քո քայլը, այդ քո վարմունքը, քո մտածելակերպը ինքը գիտի։ Երբ որ մենք կարդում ենք Եզեկիել մարգարության 36-րդ գլխի համարը, ուղղակի հարց եմ տալիս ինձ եւ քեզ, քուրեր ջան, եղբայրներ ջան, ո՞րն է ամենակալ Տիրոջ նպատակը, ո՞րն է այդ մեծ զոհեղության նպատակը, որ մենք նորից մեր կյանքով ապրենք։ Եզեկիել մարգարության 36-26-ում ասում էր. «Եվ ես ձեզ նոր սիրտ պիտամ եւ նոր հոգի պիտեմ ձեր միջումը»։ Ո՞րն է նոր սրտի եւ նոր հոգու տարբերությունը։ Ինչ ենք մենք խորում մտածում։ Երբ որ մենք կարդում ենք Սուրբ Գրքի մեջ, ուշադրություն դարձեք, երկար տարի, կարող է տարուկես կամ 2 տարի էր Հիսուսի հետ քայլում էին աշակերտները։ Ղուկաս ավետարանի մեջ մենք կարդում ենք, երբ որ Հիսուսը ուղղավ դեպի Սամարիա գնար, գրված է, որ սամարացիք չընդունեցին Հիսուսին։ Հովհաննես եւ Հակոբոսն ինչ ասեցին։ Գրված հետեւյալ տողերը, կարդամ Ղուկաս ավետարան 9-րդ գլուխ 55 համարից, 54 համարից։ Եվ նրա աշակերտները Հակոբոս եւ Հովհաննեսը տեսան, ասացին. «Տեր կամենում ես, ասենք, կրակ իջնի երկնքից նրանց սատկացնե, ինչպես Եղիանն արավ»։ Նա էլ դարձավ ասավ նրանց. «Դուք չգիտեք, թե որ հոգուտեր եք դուք»։ Մի հարցը հետեւյալն է. եթե Աստված ինձ եւ քեզ նոր սիրտ է տվել եւ նոր հոգի է տվել, այդ նոր սրտի մեջ եւ նոր հոգու մեջ ինչ կյանք է բնակված։ Լինում է բարակա շատ անգամ մարդիկ խոսում, ասում են հին ուխտը, այս աղջկան, այս իշկանը մեջ բերում անել։ 4-րդ թագավորաց գրքի մեջ բազում անգամ կարդացել ենք այս համարները, խոսքը Նեման Պորոտի տան գտնվող աղջկա մասին է, որին որ գերության էին բերել։ Ուշադրություն դարձրեք, 4-րդ թագավորաց 5-րդ գլուխ։ 3-րդ համարից եմ կարդում։ Աղջիկը տեսավ Նեմանի պորոտությունը եւ ասաց իր տիկնոջը. «Երանի թե իմ տերը Սամարիայում եղող մարգարե առաջինն էր, այն ժամանակ նա նրանք բժշկեր իր պորոտությունից»։ Հարց եմ տալիս, ինչ սիրտ ունես աղջիկ։ Իրան գերության են բերել, կարող է հորը, մորը, հորեղբորը կամ եղբայրներին սպանել են։ Ինչ սիրտ ունի ինքը։ Հիմա ամենակալ Տիրոջ նպատակը այս սիրտը փոխանցելն է, հոգին փոխանցելն է։ Շատերս եկեղեցու անդամ ենք, երբ որ մոտենում ենք Քրիստոսի մարմին եւ այրանը, այրան եւ բուն մարմինի նպատակը նա չէ, որ եկել եմ, որ Քրիստոս այրուն ինձ սրբի, մաքրի իմ անօրենություններից կամ մեղքերից։ Սա անում է ամենակալ Տիրոջ այրուն եւ այդ զորություն ունի։ Երբ որ մենք կարդում ենք Առաջի Կորինթացիս 11-րդ գլխի մեջ, ինչ է ասում ամենակալ Տիրոջ խոսքը, ինձ եւ քեզ, գրված է. Այն օրհնության բաժակը, որ օրհնում ենք, չէ՞ որ հաղորդությունը Քրիստոս այրուն է։ Այն հացը, որ կտրում ենք, չէ՞ որ հաղորդությունը Քրիստոս մարմին է։ Ուշադրություն դարձեք, ես մտքին բազում անգամ անդրադարձել եմ։ Տեր Հիսուս Քրիստոսը առաքյալներին, աշակերտներին հորդորում ասում էր. «Փարիսեցիների խմորով չխմորվեք»։ Այսինքն այդ փոքր մեկ խմորը կարող էր ամբողջ զանգվածը խմորել։ Հիմա հարց եմ տալիս, եթե փարիսեցիների խմորը ուներ զորություն, իշխանություն խմորելու, Քրիստոս մարմինը ունի զորություն, թե չէ։ Հիմա հարցը հետևյալն է, ինձ խմորել է, թե չէ։ Եթե խմորել է, ես ինչ կյանքով կապրեմ։ Ղևտացիների թղթերի մեջ գրված է ամեն մարմնի կյանք իր այրան մեջն է։ Քրիստոս տալիս է մեզ իր կյանքը, այրան միջոցով փոխանցում աստվածային կյանքը։ Հիմա երբ որ մենք նայում ենք այս աշակի առաքյալները, Հիսուսի հետ քայլել են, կարող է 2 տարի ժամանակահատվածը կամ 3 տարի, եւ երբ որ Հիսուսին չընդունեցին, ասին երկնքից կրակիչեցնենք սատկացնեն ինչպես Եղիանն արավ։ Ինչ ասես Տերը, ինչ հոգուտեր եք դուք։ Հիմա հարցը ուղղված է ինձ եւ քեզ, ինչ հոգուտեր ենք մենք։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, ասո զաբերության նպատակը նա չէր, որ ես եւ դու նորից նույն կյանքով ապրենք։ Առաջինը, քուրեր ջան, եղբայրներ ջան, պատրաստվելու համար ես պիտի հավատամ ամենակալ Տիրոջ խոսքին։ Մեր ժամանակահատվածում տարիքով քույր եղբայրները քիշեն, մայրենի լեզվի մեջ մենք ունենք սուտ ասանը, քիշեք, երբ որ ամեն անգամ բղավում էր գայլը, առաջի անգամ ելան գայլ չկա, երկրորդ անգամ գայլ չկա, երրորդ անգամ այլևս չէին հավատում, գայլը իրական եկավ մտավ
ոչխարների հոտի մեջ։ Այսօր Աստծո նպատակ հետևյալն է, որ դու չկասկածես ամենակալ Տիրոջ խոսքի վրա։ Ուղղակի կուզեմ մեջ բերում անել այս վիճակին, քուրեր ջան, եղբայրներ ջան, կհիշեք հետևյալ դրվագը, սա գրված է 3-րդ թագավորաց գրքի մեջ, երբ որ Եղիան թագավորին ասեց, որ երկինքը 3 տարուկես պիտի կապվի, եւ երկինքը 3 տարուկես կապվեց։ Ուշադրություն դարձեք Եղիային, աղոթում է։ Առաջի աղոթքի ժամանակ պատասխան չկա։ Երկրորդին չկա, երրորդին չկա։ Կարդում եմ սա 3-րդ թագավորաց 18-րդ գլուխ։ Եվ Եղիան ասաց Ակապին. վեր կնա, կեր ու խմիր, որովհետև անձրևի սաստիկ ձայն եմ լսում։ Եվ Ակապը վեր կնաց ուտելու, խմելու, բայց Եղիան վեր կացավ կարմեղոսի գլուխը, ծռվեցավ մինչև գետին, երեսը դրավ իր ծնկների մեջտեղ եւ ասաց իր պատանին. վեր կնա, մտիկ աղա դեպի ծովակոմը։ Եվ նա վեր կնաց, մտիկ աղավ եւ ասաց. մեկ բան չկա։ Եղիան ասաց. դարձյալ կնա 7 անգամ։ 7-րդ անգամ ասեց. ահա մի փոքր ամպ մարդի ծերի չափով բարձրանում է ծովիցը։ Եվ նա ասաց. վեր կնա, ասիր Ակապին, լցիր եւ իջիր, որ անձրևը քեզ չբռնի։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, հետաքրքիր, ուղղակի ինքդ քեզ մեկ բա Եղիայի տեղը դիր։ Առաջի աղոթքիդ պատասխան չկա, 4-ին չկա, 5-ին չկա, 6-ին։ Եթե ես լինեի, երևի փախնեի Ակապի երեսից, որպեսզի չբռնվեի։ Բայց ինքը հավատում էր ամենակալ Տիրոջ խոսքին։ Այսօր քուրեր ջան, եղբայրներ ջան, շատ անգամ խոսվել է, շատ անգամ քարոզվել է, մանավանդ համացանցում ամեն մեկ անձնարարություն Երևալու համար ասում է մոտեցել է ժամանակը, այսօր է հափշտակությունը, մյուս օրն է հափշտակությունը, տարիներ առաջ, 1 տարի առաջ էր իշքան ասեցին, թե սեպտեմբերի 23-ին հափշտակություն է, 23-ը տեղի չունեցավ, ասեցին սխալ ենք միտքը հասկացը, քուրեր ջան, եղբայրներ ջան։ Ես միշտ ասում եմ հետևյալ միտքը. այն մարդը, որ պատրաստ է, նշանակություն չունի, 1 տարի հետո կգա, թե 2 տարի հետո դերը, ինքը պատրաստ է Տիրոջը դիմավորելու։ Եվ այսօր ամենակալ Տիրոջ նպատակը հետևյալն է, որ ես եւ դու հավատանք ամենակալ Տիրոջ խոսքին, հավատանք Տիրոջը, որ կա իրոք հարություն, կա հափշտակություն, կա հավիտենական կյանք։ Եթե ոչ, մեր հավատքի հիմքը իրոք լոկ մարմնավորն է։ Եվ սրա համար ուղղակի ես կուզեմ, որպեսզի լուրջ ուշադրություն դարձնենք ամենակալ Տիրոջ խոսքին։ Մի հատ համար պիտի կարդամ Սուրբ գրքի մեջ Հոբը 33-5 համարում այսպես ասում։ Այստեղ թարգմանության մեջ մեկ ուրիշ ձև է, բայց նա արդարություն եւ իրավունք է ասում։ Երկիրը լիքն է Տիրոջ ողորմությունը, արդարություն եւ իրավունք։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, Աստված արդար է։ Եվ ամենակալ Աստված ամեն բան անում է, որ ես եւ դու իրոք ժառանգենք հավիտենական կյանքը։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, խնդրանքս հետևյալն է, այսօր մեզ պատրաստվել համար ընդամենը պարզ երեխայի պես պիտի հավատալ իրեն եւ ապրել իրեն խոսքով։ Լինում է պարական մարդիկ հավատքը բանաձևերով են բացատրում մարդու համար անհասանել է։ Հավատքը այնքան պարզ է, այնքան հասարակ, որ երեխան կարող են տունել եւ հավատալ։ Աստված մեզանից մեզ բան չի պահանջում։ Այս համար, երբ որ մենք կարդում ենք Եբրայեցիս 11:6 համարի մեջ գրված է. եւ Աստծուն մոտեցողը պետք է հավատա, թե նա կա։ Ինչ չափով եմ հավատում Աստծոյ գոյության։ Այսօր ամբողջ տիեզերքը ցույց է տալիս Աստծո արարչակրություն։ Հավատում ենք սրան։ Հավատում ենք, որ որդին ուղարկել է մեր մեղքերի թողության համար հարություն արը, բայց հարցս իրոք շատ հասարակ է։ Հավատում ես, որ Աստված ամեն օր քեզ հետ է։ Եթե Աստված քեզ հետ է ամեն օր, ինչ կերպ պիտի ապրես։ Լինում է որ եղբոր հետ ճանապարհ ես գնում, նայում ես եղբայրը հոգևոր բաների մասին է խոսում։ Բայց իմանում ես, որ երբ որ մոտը հոգևոր մարդ չկա, ուրիշ ձև է խոսում։ Եղբոր ներկայության մեջ ինքը հոգևոր իրեն պահում, բայց Աստծոյի ներկայության մեջ իրեն հոգևոր չի պահում։ Որտեղ է հավատքը։ Հետաքրքիր է, երբ որ մենք կարդում ենք Սուրբ գրքի մեջ, Հռոմեացիս 6:23 ես ամեն անգամ ասել եմ. մեղքի վարձքը մահ է։ Հավատում ենք մենք սրան։ Եթե հավատում ենք, ինչ ենք մեղք գործում։
Լինում է պայ, որ մարդկանց հետ խոսում ես, ինչ են ասում։ Մարդը մեղանչական է, ինքը չի կարող մեղք չգործել, սա բացարձակ սուտ է։ Ամենակալ Աստված եկավ, որպեսզի մենք փոխված կյանքով ապրենք։ Առանց մեղքի։ Ինքը Պետրոս առաքյալը հորդորում էր ինձ եւ քեզ ասելով. ձեր կանչող Սուրբին պես դուք ալ սուրբ եղեք, ձեր բոլոր վարմունքներումը, չի գրված կես վարմունքներումը։ Հիմի հարց, ինչի չենք ապրում, քուրա ջան, եղբայրներ ջան։ Ես միշտ մտածում եմ այս դրվագի վրայով, գործ կառակելուց կարդում ենք այս անձնավորություններին, Անանիային, Սափիրային, որից մեկը չէր ասել ունեցվածքը ծախեք կամ ագալակը ծախեք, գումարները բեր առաքյալների ոտքերի տակ։ Բերեցին ունեցվածքի, այսինքն ագալակի գնի կեսը դրեցին, Պետրոսը հարցրեց, այս չափ ծախեցիք, ասեցին այդ չափ։ Ընդամենը մեկ սուտ խոսեցին, մարդ եւ կին։ Գրված է Անանյան ընկավ մահացավ, եւ Անանյան հենց որ այս խոսքը լսեց, վայր ընկավ եւ հոգին հանեց, եւ մեծ վախ եղավ ամեկի վրա, որ այս լսեցին։ Հիմի հարց եմ տալիս, մենք լսել ենք, թե չես մասն։ Շարունակությունը, կարդում ենք կնոջ վրա։ Գրված է, Պետրոսը պատասխանեց եւ ասաց. ասիր ինձ, թե աշխապ ծախեցիք ակալակը, նա էլ ասաց, այո, այդչափ։ Պետրոսը նրան ասաց. ինչ է որ միաբանվեցաք դուք, որ Տիրոջ հոգին փորձեք, ահա մարդը թողունների ոտքը տրան մոտ է, քեզ էլ կանեն։ Եվ նա իսկույն վեր ընկավ, ոտների առաջ հոգին հանեց։ Երիտասարդները ներս մտան, նրան մեռած գտան, եւ հանեցին իր մարդի մոտ թաղեցին։ Եվ մեծ ահ եղավ բոլոր եկեղեցու վրա եւ ամեկի վրա, որ այս լսեցին։ Հիմի հարց եմ տալիս, սա մեզ վախ է թե չէ։ Մենք հավատում ենք սրան։ Լավ, եթե հավատում ենք, ինչ ենք սուտ խոսում։ Այսօր մեր կյանքի մեջ սուտը կարծես թե սովորական մի հատ վիճակ է։ Եթե ես սուտ խոսեմ եւ Աստված ինձի խփի, կվախենաք թե չէ։ Հիմի երբ որ մենք նայում ենք, Պողոս առաքյալն ինչ էր ասում, հավատքը լսելուց եւ լսելը Աստծո խոսքից։ 1. Երկրորդ բանաձևը, հավատքը հուսացած բաների հաստատությունը, չերևացող բաների ապացը։ Հիմի մենք հավատում ենք այս գրվածներին, թե չէ։ Եթե հավատում ենք, ինչի չենք վախենում։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, սուտը սպանում է քո մեջ հավատքը։ Սուտը Աստծո հետ հանդգնությունը։ Ուղղակի ուզում եմ պատկերացնես, Աստված ստախոսներին երկինք չի տեղափոխում։ Աստծո առաջին ստախոսությունը անընդունել է, ստախոս լեզու։ Հարցս հետևյալն է, երբ որ ես սուտ խոսում եմ, հավատում եմ, որ սրա համար պիտի պատասխան տամ։ Ամենամեծ խնդիրը սա, մենք շատ անգամ երբ որ խոսում ենք, չենք հավատում Աստծո ասածին։ Եվ ինքս այսօր ամենակալ Աստված ուզում է, որպեսզի մեր կյանքի մեջ այդ հավատքը ձևակերպի։ Բայց դուք սներ ձեր անձեր ամենասուրբ հավատքի վրա շինեցեք։ Հուտա 20 համար։ Այսինքն սուրբ հավատ, որ կասկածանք չկա, ամեն ինչում հավատում է։ Ռուսերենի մեջ երբ որ մենք կարդում ենք սուրբ բառի տեղ շատ տեղեր գրված է ճիստ, մաքուր հավատ ունեցեք, առանց խառնուրդի, առանց կեղծավորության, առանց երկրորդ մտքի։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, այսօր կուզեի, որպեսզի մենք լույս մտածենք այս մասին, բացրացվել Տիրոջը դիմավորել։ Եվ Եվրայեցիս 11-րդ գլխի մեջ, երբ որ մենք կարդում ենք 6-րդ համարի մեջ ասում էր, ասում որ պետք է հավատա թե նա կա եւ թե իրեն խնդրողներին վարձատրույց կլինի։ Այս մասին շատ եմ խոսել, ուղղակի չեմ ուզում սրա մասին կանգ առնել։ Եվ երկրորդը ինչ պիտի անեմ։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, որպեսզի պատրաստվեմ։ Ուսանողը պատրաստվում է քննության, աշակերտը քննության։ Ինչ է անում։ Այսօր մենք մեր վրա աշխատանք տանում ենք, պատրաստվում ենք։ Ներքին սենյակ, Սուրբ Գրքի ընթերցանություն, բազում անգամ խոսել եմ սրա մասին։ Թող Տեր օգնական լինի եւ կուզեի, որպեսզի լուրջ մտածենք
որ գալիս են ժամանակահատված գլխիկոր չկանգնենք։ Եվ կուզեմ մեջ բերում անել հետևյալը, որ այսօր շատերս զբաղված ենք տարբեր բաներով։ Մարմնավոր, աշխարհային, մեր համար առաջնային է ոչ թե հոգևորն է, այլ մարմնավորը։ Կուզեմ մեջ բերում անել Սուրբ Գրքի մեջ, ուշադրություն դարձեք ամենակալ Աստված ինչ է հորդորում ինձ եւ քեզ։ Մատթեոս ավետարան 25-րդ գլուխ 8-րդ համարը 10 կույսերի մասին է խոսքը։ 5 ունեն ավելյուղ, 5 չունեն։ Երբ որ չունեցողները մոտեցան, ունեցողներին ասացին, թե ձեր յուղից տվեք, որովհետև մերը պակասում է, ասացին, միգուցե մեզ էլ չբավականացնեք, գնացեք ծախողներից առեք։ Այսինքն մարդը ուներ վիճակ ունենալու այդ յուղը։ Կամ երբ որ մենք կարդում ենք Մատթեոս ավետարան 22-րդ գլխի մեջ, 2-ից 6 համարները հարսանիքի հրավերքն է, երբ որ անուն առ անուն կանչել էին, մոտեցան եւ ասացին, որ արդեն հարսանյաց հանդեսը պատրաստ է, Տերը ձեզ սպասում է։ Մեկն ասաց, ես զբաղված եմ, ներող կլինես իմ հրաժարականը, մեկը ասաց, կին եմ առը, մեկը արդ եմ առը, մեկը ես եմ առը։ Քուրես ջան, եղբայրներ ջան, հիշեք Փիլիպեցիս 6-րդ գլխի մեջ գրված հետևյալ տողերը, որտեղ որ ամենակալ Տիրոջ խոսքը ինձ եւ քեզ հորդորում է այս մասին։ Ներողություն Փիլիպեցիս 4-6 համարից։ Ոչինչի հոգս մի կանեք։ Այսօր մենք ինչի մասին ենք ավելի շատ հոգս անում։ Որն է մեր հոգսը։ Նայում ես անձնավորությունը, պրոբլեմների մեջ է, նյութական, ֆիզիկական, այնքան է մտածում, այնքան է աղոթում, բայց հոգևոր, որից է մեկ բան չկա, իրեն կյանքի մեջ սա մասին չի մտածում։ Տարիներ առաջ մեկը մոտեցավ, ասաց, աղոթենք, որպեսզի տղաս քննությունը հանձնում 5 ստանա։ Այս տղան Աստծուց հեռու է։ Ինքը չի մտածում, աղոթենք, որ երեխան գա եկեղեցի, փրկություն ունենա։ Մի հարց եմ տալիս, այս մարդու համար փրկությունը իրական է։ Ինքը հավատում է, որ կա հավիտենական կյանք։ Եվ Պողոս առաքյալը Փիլիպեցիս թվերի մեջ սա էր ասում 4-6 համարից, ոչինչի հոգս մի կանեք, այլ ամեն բանում աղոթքով, աղաչանքով, գոյությունով ձեր խնդրվածները թողանին ասում։ Եվ Աստծո խաղաղությունը, որ ամեն մտքից վեր է կպապանե ձեր սիրտը, միտքը Քրիստոս Հիսուսում։ Բուն նպատակը մեկն է, որ Քրիստոս Հիսուսի մեջ մենք մնանք, պահպանվենք Քրիստոսի մեջ։ Այս համար ինչ է պետք անել։ Քուրես ջան, եղբայրներ ջան, առաջի պարբերականը, առաջի կոնտեքստը հետևյալն է, պատվերը ամենակալ Տիրոջ կողմն է, ոչինչի հոգս մի կանեք։ Այսինքն հոգսին պատասխան տվողը Տերն է։ Ես շատ անգամ եղբայրները խոսել են այդ մասին, մեջ բերում անելով այդ երիտասարդին Հովսեփ։ Հետաքրքիր է, այդ տղեն ինչի չէր մտածում։ Որն էր պատճառը։ Ինքը հավատում էր, որ կա մեկը, որին որ ինքը վստահում եւ հավատում է, ամեն բան կան է։ Քույրս, եղբայրս, այսօր մենք առավել ենք, բայց մեր վստահությունը Աստծո վրա։ Ես եւ դու հավատում ենք, որ ամենակալ Աստված ինձ եւ քեզ, երբ որ պատվեր է տվել ոչինչ հոգս մի արա, այդ հոգսին պատասխան տվողը ինքն է։ Եվ վերջի ժամանակահատվածում շատ է օգտագործում ողջ Երեմիայի 3-րդ գլուխ 37 համարը, որ ասում է. Ով է նա, որ ասի եւ կատարվի, եթե Տերը չի հրամայ։ Այդ այսօր երկինքը չի խոսել այդ մասին, ոչինչ չի լինի։ Ինչ էր ասում Սաղմոս 2-ում։ Զուր են անքուն մնում պահապաներ, եթե քաղաքը Աստված չպահպանե։ Այսօր Տերն է պահպանողը։ Եվ սրա համար ինքը ամենակալ Աստված ուզում է, որ ես եւ դու պատրաստվենք։ Պատրաստվելու համար առաջինը ես պիտի ամբողջ սրտով հավատամ ամենակալ Տիրոջ խոսքին։ Եվ այսօր շատերը խորը մտածում են, Աստված ուշացնում է իր գալուստը, Աստված չի ուշացնում։ Աստված նայում է այսօր ինձ եւ քեզ։ Եվ սա իրեն մեծ սիրո ողորմությունն է, որ դեռ պատրաստ չենք, ուշացնում է, որ ես եւ դու մտնենք տապան։ Քուրես ջան, եղբայրներ ջան, Տիրոջ մոտ խնդրանքս է, այսօր ժամանակահատվածն է, որ ես եւ դու լույս մտածենք այս մասին։ Այսօր նայում եմ
քանում եկեղեցու մեջ մարդիկ անտարբեր են պաշտամունքի հանդեպ։ Հետաքրքիր է, Դավիթը 122-րդ Սաղմոսում ասում էր. ես ուրախ եղա, երբ որ ինձ ասեցին, թե Տիրոջ տունն էր տան։ Ամենամեծ ուրախությունը ո՞րն է։ Այն օրը մեկին եմ տեսել, դրսից եկե, ասում եմ, ինչի՞ չես գալիս եկեղեցի։ Զբաղված էի, բարեկամներին հազիվ հասցնում եմ։ Քուրս ջան, եղբայրներ ջան, քո հարազատը ով է։ Գնում ես այնտեղ, ով որ քեզ է հարազատ։ Դավթի համար առաջի համար 1 հարազատությունը եկեղեցին է։ Եվ այսօր Աստված ուզում է, որ ես եւ դու սրա մասին լուրջ մտածենք։ Եվ կուզեմ այդ պատրաստման վրայով հորդորել Եբրայեցիս թղթերի մեջ գրված հետևյալ տողը 10-րդ գլխում 24-25 համարների մեջ Պողոս առաքյալը հորդորում ասում էր հետևյալը. Եվ կուզեմ, որպեսզի լուրջ նայենք սրան, եւ զգուշանանք իրար հանդեպ դեպի սերը, բարի գործեր կրկրելով, եւ չթողնենք մեր իրար հետ ժողվել, ինչպես ոմանց սովորություն է, բայց իրար հորդորենք եւ այնքան ավելի որքան որ տեսնում ենք օրը մոտեցած է։ Եղբայրներ ջան, քուրեր ջան, օրը մոտեցած է։ Մի ամենակալ Աստված ուզում է, որպեսզի ես եւ դու մտածենք ինչպես Դավիթն էր ասում։ Երբ որ կարդում ենք Դավթի սաղմոսների մեջ, ուշադրություն դարձրեք Դավիթը 27 սաղմոսի 4-րդ համարում ինչ էր ասում։ Մեկ բան կխնդրեմ Տերիցը, եւ այն շատ կփափակեմ, որ Տիրոջ տանը բնակվեմ իմ կյանքի բոլոր օրերը։ Մենք այստեղ ինչ ենք հավաքվել։ Որն է հավաքվելու նպատակը։ Աստված իմ աղոթքին պատասխան տա։ Կտա։ Բայց դրանից հետո ինչ կփոխվի քո կյանքի մեջ։ Այն օրը եղբայրներից մեկը ճամփարում մի հատ բան պատմեց, Աստված իրեն կյանքի մեջ ինչ ողորմություն է արել։ Եվ ասաց հետևյալը. ես ասում պարտք եմ։ Ամբողջ կյանքս։ Ինչ էլ անեմ այդ պարտքս չեմ կարող լրացնել։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, խնդրում եմ լուրջ մտածեք այս մասը։ Սուրբ գրքի մեջ գրված է Եբրայեցիս թղթերում առանց այրուն թափելի թողություն չի լինում։ Եվ նույն Եբրայեցիս թղթերի մեջ ուշադրություն դարձեք կարդում եմ։ Սա գրված է 9:22-ում առանց այրուն թափելու թողություն չի լինում։ Կարդում եմ Եբրայեցիս 10-րդ գլխի մեջ հետևյալ տողերը։ Ինչ է ասում ամենակալ Աստված։ Ուշադրություն դարձեք։ Եվ ամեն քահանապետ ամեն օր կանգնած պաշտոն է կատարում։ Եվ նույն պատարակներն է մատուցանում շատ անգամ, որ երբեք չեն կարող մեղքեր վերառնել։ Բայց սա մեղքերի համար մեկ պատարակ մատուցանալով մշտնջապես նստեց Աստծո աջակողմը։ Մեղքերի թողություն ունենալու համար, փրկություն ունենալու համար պետք էր այրուն թափել, այրուն, որը ուներ զորություն սրբելու, մաքրելու եւ կնելու։ Որից է մեկ զոհի այրուն իրավասություն չուներ եւ չուներ այդ ուժը կամ զորություն արժեքը, որ ինձ եւ քեզ թողություն տար։ Դատը վճռված էր, մեղքի վարձքը մահ։ Ամենակալ Աստված իր որդին զոհեց, որ ես եւ դու կյանք ունենանք։ Հիմի հարց եմ տալիս, մենք ասուն իշքան ենք բարք։ Մենք սա տեսնում ենք։ Իր որդի Քրիստոսով ունենք կյանք, որ ապրում ենք, իրեն հաշվին ենք ապրում։ Խնդրանքս հետևյալն է, քուրեր ջան, եղբայրներ ջան, այսօր լուրջ մտածեք, լուրջ ապաշխարություն է պետք, պատրաստվել է պետք, Տիրոջը դիմավորելու։ Մի որ ասում ենք պատրաստվել, չի նշանակում ես իմ ինչեր անել։ Ընդամենը պարզ հավատալ, որ կա հավիտենական կյանք, որ Աստված պիտի կա մեզ իր մոտ տանելու։ Սրա համար, քուրեր ջան, եղբայրներ ջան, սուրբ կյանք պետք է ապրել։ Իսկ այդ սուրբ կյանքը այնքան հեշտ է։ Ես միշտ ինձ հարց եմ տալիս։ Մեղքի կյանքով ապրելն է հեշտ է, սուրբ կյանք։ Շատերը ասում են մեղքի կյանքը։ Չէ, քուրեր ջան, եղբայրներ ջան։ Ամենահեշտը սուրբ կյանք ապրելն է։ Հարց եմ տալիս։ Մարդ սպանելը հեշտ է։ Հա? Մի հարց, մարդ սպանելն է հեշտ է, մարդ ներելը։ Որն է հեշտ։
Քուրեր ջան, եղբայրներ ջան, Աստված մեզանից մեծ բան չի պահանջում։ Եվ այդ ամենի հիմքը լոկ մեկ բանն է, որ ես եւ դու իրեն հետ ապրենք հավիտյանս հավիտենից։ Երբ որ մեղք ես գործում, գիշերը քնում ես, թե չէ։ Իսկ որ հանկարծ մեկի կողքին ես կանգնում, ինչ-որ մի հատ լավ բան ես անում, ո՞նց ես քնում գիշերը։ Տերն օշն է։ Այսօր հորտորս եղբայրներ են, քուրեր եղբայրներ ջան, ժողովուրդը պակասում է, չեն գալիս, ով պիտի մտածի։ Կարող ասես հոգնած եմ, դժվար է։ Երբ որ այդ հոգնած վիճակով 2-3 այցելություն անես, գիշերը կգաս, ամենալավը կքնես այդ օրը։ Տերը